Նիկոլ Փաշինյանը ձեր կարծիքով Գենշտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին թույլ կտա 44-օրյա պատերազմի մասին նոր փաստեր ասել։ Ստերը բացահայտել 44-օրյա պատերազմի։ Նախ Օնիկ Գասպարյանը ամենասրիկա մարդն է եղել։ Ով որ հարուսամետ նա սրիկա է։ Всё, գնացի։ Փաշինյանին Չեմ խառնվում քաղաքականության։ Մերն եմ կյանքի, տանից նոր եմ դուրս եկե, օրս մի փչացրեք այդ գերագույն տականքի անունը չեմ ուզում լսել։ Ստերը, ասիկա որն է ստերը։ ասում է արժանամբյոնից այս ստերը, որոնք որ հայտարարվել են, Օնիկ Գասպարյանը պատրաստ է բացահայտելու։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը թույլ կտա։ Ես ինչ իմանամ Նիկոլ Փաշինյանի տեղը։ Կամ Օնիկ Գասպարյանը ասել է, որ ստերը կբացահայտվեն, դե թող ինքը բացահայտի, բան չէ։ Բայց Նիկոլ Փաշինյանը թույլ կտա, որ նախոսի։ Իհարկե թույլ կտա, եթե ստեր կան, թող ասի։ Այս ասելու բան չկա, ինչ պետք է ասի, ես չգիտեմ, այդ Օնիկ Գասպարյանը ստերը թե ճշտերը, թող ճշտերը ասի, ստերը ինչի համար ասում, չէ՞, ճիշտ չի, թող ճշտերը ասի, ստերը խո ասի։ Լոգիկան ավելի թող նորմալ ասի, ինչ ա։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը Գենշտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանին թույլ կտա 44-օրյա պատերազմի մասին ստերը բացահայտել։ Միգուցե, չեմ կարող ասել, դա ինձ ինֆորմացիա է, ինձ թվում է հասարակ քաղաքացիները չեն իմանալու։ Ես ինչ կարծիք կարող եմ արտահայտել, որը որ Նիկոլ Փաշինյանի անունից պետք է լինի։ Իսկ ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը թույլ կտա Օնիկ Գասպարյանին, որ այն ստերը, որոնք ասել են ԿՊԱ-ականները, բացահայտի։ Եթե ճիշտ գտնի, իմ կարծիքով հա վարչապետը ցանկացած իրավունք ունի, ինքը կհասկանա։ Պիտի թույլ տա։ Պիտի ժողովուրդը իմանա այդ ինչ ա եղել, ինչ ա կատարվել։ Ու եթե սխալ է, պիտի պատժվի, որ հաջորդ այդ սխալները թույլ չտա։ Ես այդպես եմ կարծում։ Դժվար է ասել, կարծում եմ հա։ Իսկ ձեր կարծիքով դա Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է։ Դե ինձ թվում է ամեն ինչ որ նախկինների հետ կապված բացասական իր համար դրական է։ Իսկ 44-օրյա պատերազմը իր տարիներին է եղել։ Մեր պատերազմը 44 օր։ Այո։ 2 տարի առաջ։ Դա Նիկոլ Փաշինյանի ժամանակին իրեն ձեռնտու է, Այո։ երբ որ դրա ստերը բացահայտել։ Ինձ թվում է հա, պետք է բացահայտվի։ Քաղաքականությունից այնքան հեռու եմ, այնքան հոգնած եմ, ամենայն դեպս նախկինում sense վտանգված չենք ապրել։ Հիմա հատկապես վտանգված է։ Թուրքը կողքներովս քայլում անցնում գնում հանգիստ իր համար ազատ։ Տրանսպորտի մեջ էլ եմ թուրքեր են տեսել։ Հենց որ ամեն ինչից դժգոհ եմ։ Ինձ թվում է, որ ոչ։ Ինչու՞։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանին Գենշտաբի նախկին պետին թույլ կտա 44-օրյա պատերազմի մասին գաղտնիքները բացահայտել։ Ինձ թվում է թույլ չի տա, ես էլ իրան չեմ ընտրելու։ Ինչու թույլ չի տա ձեր կարծիքով։ Ինչ իմանամ, ինչի թույլ չի տալի շատ բաներ։ Իրեն դա ձեռնտու չէ։ Ինչը որ իր սխալները բացահայտեն, ես որն է, ձերը։ Օրագիր լրատվական։ Այ։ В общем, ես ուրիշ մարդու եմ ընտրելու մի խոսքով։